Ասում է որդիս դու միայն հավատա ու կապրես ամերջ միայն հավատա Տերն ասում է որդիս դու միայն հավատա ու կապրես ամերջ միայն հավատա Հիմա մի անկեղծ հարց եմ տալիս ձեզ լսեք բոլորդ լսեք Ով է հավատում որ Աստված կա թող ձեռք բարձրացնի Ով հավատում է, որ Աստված կա թող ձեռք բարձրացնի, որովհետև ձեր ձեռքը Աստծու համար է, ինչքան շատ են հավատացյալները, հալելույա։ Այդ դուք հեռվում կանգնածներ, դուք էլ եք հավատացյալ, որովհետև դուք ձեր ձեռքը բարձրացրիք ու ասիք, որ հավատում եք, որ Աստված կա։ Հավատացյալ չի նշանակում ինչ-որ հատուկ խմբի պատկանալ, հավատացյալ նշանակում է հավատալ, որ այս երկնքի արարիչը Աստված է և նա կա ու նա կենդանի է փառք իրեն։ Կվայել ես դրախտի, հաչքները դու բոլոր, որ պատրաստ է քեզ համար, իմ խաչվելուց հետո, կվայել ես դրախտի, բարիքները դու բոլոր, որ պատրաստ է քեզ համար, իմ խաչվելուց հետո, Տերն ասում է որդիս, դու միայն հավատա ու կապրես ամերջ միայն հավատա Տերն ասում է որդիս դու միայն հավատա ու կապրես ամերջ միայն հավատա Դու գիտես Տիրոջ պատվերները ու նրա խոստումները որ ինքը քեզ խոստացա ու քեզ ասաց հավատա Դու գիտես Տիրոջ պատվերները ու նրա խոստումները որ ինքը քեզ խոստացա ու քեզ ասաց հավատա միասին Տերն ասում է որդիս դու միայն հավատա ու կապրես ամերջ միայն հավատա Տերն ասում է որդիս դու միայն հավատա ու կապրես ամերջ միայն հավատա Նորից ենք աղոթում բոլորս միասին Աղոթում ենք սիրներ, ունո կանչեք ու հավատացեք, հարքես, ամեն Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին, մենք երգում ենք ու ցնծում, որ մահը պարտվեց Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին Մենք երգում ենք ու ցնծում, որ մահը պարտվեց Էմանուել, Աստծո բանակն է սա Էմանուել, մենք պաշտում ենք նրան Էմանուել, նա է մեր Մեսիան եկել պաշտենք մենք նրան Նա է մեր զորագլուխը օրհնենք մենք նրան Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել պաշտենք մենք նրան Նա է մեր զորագլուխը օրհնենք մենք նրան Այնպես երգենք որ բոլոր դիվական ուժերը փախնեն այս վայրից Էմանուել հալելույա Էմանուել Աստծո բանակն է սա Էմանուել Մենք պաշտում ենք նրան Էմանուել Նա է մեր Մեսիան Էմանուել Աստված Հավատքի վահան ունենք մենք սիմվել ենք ահա Երբեք չենք հուսահատվի մենք Տերն է մեր արքան Հավատքի վահան ունենք մենք սիմվել ենք ահա Երբեք չենք հուսահատվի մենք Տերն է մեր արքան Էմանուել Աստծո բանակն է սա Էմանուել Մենք պաշտում ենք նրան Էմանուել Նա է մեր Մեսիան Էմանուել Էմանուել Աստված
արևի ստեղծիչի մասին ենք մենք երգում։ Այս երկնքի արարիչի մասին ենք մենք երգում։ Այս երկրի արարիչի մասին ենք մենք վկայում, որ մեռելներից հարություն է տվել իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Փառք քեզ, ով արարիչ մեզ։ Աստծո բանակն է գնում հաղթելով դժոխքին, և երգում ենք հալելույա Օսաննա գառին։ Աստծո բանակն է գնում հաղթելով դժոխքին, և երգում ենք հալելույա Օսաննա գառին։ Էմմանուել է գնում առջևից, Էմմանուել հարուցյալ կենդանից, Էմմանուել, որ հաղթեց թշնամուն, Էմմանուել, 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 ասնավան։ Խավար է շուրջ բոլոր, մարդիկ խարխափում են խավարով, գնում են դեր կորուստ հավիտյան, առանց հասկանալով, առանց հասկանալով, կանգնեք մարդիկ, լսեք Աստծուն, որ ձեզ համար զոհեց որդուն։ Տեսեք ինչպես կանչում է նա, եկարցեք Հիսուսին, եկարցեք, կանգնեք մարդիկ, լսեք Աստծուն, որ ձեզ համար զոհեց որդուն։ Տեսեք ինչպես կանչում է նա, եկարցեք Հիսուսին, եկարցեք։ Աստծո խոսքն ասում է, հաշտվեք Աստծու հետ։ Նա, որի մասին մենք երգեցինք ու փառաբանեցինք, նա շուտով պիտի գա, և ով այդ հավատքի հույսով է սպասում նրան, նա հավիտյան մահ պիտի չտեսնի, որովհետև նա, որ պիտի գա, ոչ սկիզբ ունի և ոչ վերջ ունի։ Մենք նրա մասին ենք ձեզ վկայում։ Շատ-շատերը ծիծաղում են, երբ ճշմարտության խոսք են լսում, համարելով հին առասպելն է, խավար ճամփով են գնում, խավար ճամփով են քայլում, կանգնեք մարդիկ, լսեք Աստծուն, որ ձեզ համար զոհեց որդուն։ Տեսեք ինչպես կանչում է նա,
Հիսուսին ետարցել կանգնենք մարդիկ նստեք ասում որ ձեզ համար զոհեց որդու տեսեք ինչպես կանչում են նա ետարցեք Հիսուսին ետարցեք Հիսուսին ետարցեք Հիսուսին Մարդը թաքնվեց, մարդը փախավ Աստծուց, մարդը թաքնվեց թփերի մեջ, մարդը թաքնվեց աշխարհի մեջ, մարդը թաքնվեց մեղքի մեջ, մարդը թաքնվեց ագահության մեջ, մարդը թաքնվեց հարստության մեջ եւ այդպես նմանապես Փառք Աստծուն Սիրելի Աստծո ժողովուրդ, բայց Աստված միշտ գալիս է դեպի մարդուն։ Աստված սիրում է մարդուն եւ մարդու չի հեռանում։ Աստված հավատարիմ է։ Նա սեր է, ամեն։ Եվ թող փառք լինի Աստծուն։ Այս ամեն երգերը թող նրան փառավորեն։ Մեր կյանքը, մեր խոսքը, ամենը թող նրան փառավորի։ Իսկ մենք հավատարիմ գտնվենք մեր ստեղծողին, մեր Աստծուն։ Այսօրվա մեր այստեղ գալը Աստծուն գալ է, ամեն, Աստծո մոտ գալ է, ամեն, Փառք Աստծուն, Աստված միշտ մեզ հետ է, մենք կարող է շատ էինք հեռացել, մեր սերունդները շատ սերունդներ հեռացել էին Աստծուց, բայց այսօր մենք բոլորս գալիս ենք Աստծուն եւ հիմա Աստծո ներկայության մեջ ենք, միգուցե անսովոր է այս ամենը, բայց Աստված ասում է, որտեղ երկու հոգի, այնտեղ եմ ես։ Մեզ պետք է հավատք, որ Տիրոջ ներկայության մեջ մտնենք, մեզ պետք չի մեղքը, որ թփերի մեջ թաքնվենք, այլ մեզ պետք է Աստված, որ իր պարտեզի, իր դաշտի մեջ պտտվենք, ամեն։ Եվ Աստված այդ հնարավորությունը մեզի տալիս է, մինչ Ադամով և բոլոր մեղավորներով և բոլորս մեղ գործեցինք, հեռացանք Աստծուց, դարձանք Աստծուց, բայց Աստված մեզ կանչեց իր որդիով Հիսուս Քրիստոսով։ Մենք բոլորս այսօր եկել ենք Հիսուս Քրիստոսին։ Շատ դարեր առաջ անցավ, շատ սերունդներ, շատ մարդիկ միշտ ասացին, տեսնենք Աստծուն, որ հավատանք, տեսնենք Աստծուն, որ իմանանք։ Բայց Աստված, երբ որ գալիս էր, մարդը գնաց թաքնվեց, մարդը գնաց թփերի մեջ թաքնվեց, մարդը աշխարհի մեղքի մեջ թաքնվեց, չեկավ որ Աստծո երեսը տեսներ։ Այնինչ Աստված եկել էր Եդեմի պարտեզը, որ մարդու հետ քայլեր, որ մարդու հետ խոսեր, որ մարդուն օրհներ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, նույն Աստվածը նույնն է, ինչ որ ստեղծեց աշխարհը, տիեզերքը, երեք այսօր եւ հավիտյան, նույնն է Տերը։ Փառք Աստծուն։ Շատերն ասացին տեսնենք Աստծուն, տեսնենք Աստծուն, տեսնենք Աստծուն, որ հավատանք, Տեր Հիսուս եկավ աշխարհ, տեսան, բայց չհավատացին, տեսան, բայց անարգեցին, տեսան, բայց խաչը հանեցին, ինչու, որովհետև մեղքից այն կողմ չէին տեսնում, մեղքից այն կողմ սրբություն չէին տեսնում, դրա համար չկարողացան ընդունել, այսօր է դժվար է, բայց Աստված հնարավորություն է տալիս մեզի, Աստված պատռեց մեր անհավատության վարագույրը եւ մեզի կանչեց իր շնորհքի մեջ, շատերն էլ ասում են, դուք այդպես ու այդպես եք Աստված ճանաչում, որովհետև մեր հոր ուրախության մեջ ենք մենք մտել, Աստծո ներկայության մեջ մտնողը, Աստծո զորությունը տեսնողը, Աստծո օրհնությունները տեսնողը չի կարող լացել, մազերը փետել, չի կարող աղքատի նման նստել, մենք ամենակարող Աստծո զավակներն ենք։ Փառք Աստծուն լինի։ Ասացին տեսնենք, որ հավատանք, Աբրահամը չէր տեսել, բայց ես ասավ Տիրոջ օրն եմ տեսնում։ Մովսեսն ասավ Տեր, քո երեսը տեսնեմ։ Մովսեսին մի փոքր Աստված, մի փոքր մազ հետևից ուսից ցույց տվեց, Մովսեսը մեռելի պես ընկավ։ Ինչու? Որովհետև մարդը չմնաց Աստծո սրբության մեջ, Աստծո դրախտի մեջ չմնաց, հեռացավ, մեղավոր աշխարհը գնաց։
Եվ այսօր մենք այնքան ենք հեռացել, որ մտածում ենք այս կյանքն է ու վերջացավ։ Այս կյանքը վայել եմ, ուտեմ ու խմեմ եւ վերջապես մեկ լավ քնեմ ու հանգստանամ, վերջապես այս աշխարհը իր լիությունով վայելեմ ու կվերջանա, բայց Աստված իր օրհնությունների մեջ, շնորհքների մեջ մեծ հավիտենություն է խոստացել։ Փառք Աստծուն լինի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ այս բոլոր իմ ասածները հաստատեմ Սուրբ գրքի ճշմարտություններով։ Ես խնդրում եմ ուշադիր լսեք, ես հիմա կարդում եմ Սուրբ գրքից։ Ինչպես մեզ անով աշխարհի սկզբեն առաջ ընտրեց, որպեսզի մենք սիրով ու սուրբ անարատ ըլլանք իր առջև։ Աշխարհի սկզբեն Աստված մեզ ընտրեց։ Այս խոսքը ամեն մեկին է վերաբերվում։ Աշխարհի սկզբեն Աստված այստեղ գտնվողներին, ամբողջ աշխարհին ընտրեց, որպեսզի սուրբ եւ անարատ ըլլան իր առջև։ Առաջունե Հիսուս Քրիստոսի ձեռով մեզ իրեն որդի գիր ըլլալու սահմանեց իր կամքի հաճության պես։ Աստված ասում է մեզ մեղավորներիս, մենք որ հեռացել էինք Աստծուց, մտածում ենք Աստված մեզանից շատ բաներ ենք լսում, մեր ականջներին իսկապես մեր կյանքում այդպեսի բան չէինք հասկացել, բայց Աստված վերջին օրերում այցելում է, գիտեք ինչու համար, որովհետև մենք Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը պետք է տեսնենք, օդերով գալով, նա պետք է գա ամենքի համար։ Նա պիտի գա եւ այսօր իր Սուրբ Հոգին պատրաստում է, որ Աստծո ժողովուրդը դիմավորեն նրան, որ օդերով պետք է գա, հրեշտակներով, զորություններով, փառքով պիտի գա, եւ իր հրեշտակները պետք է ուղարկի աշխարհի 4 ծայրերը, որպեսզի հավաքի իր ընտրյալ ժողովուրդը։ Սա նույնպես դժվար է մեր ականջներին, որովհետեւ մեր միտքը, մեր սիրտը, մեր ուղեղը միշտ լցրել ենք այս աշխարհի, ինչ որ տեսնում ենք, բայց Աստված ասում է, Երանի անոր որ չտեսած կհավատա, նա պիտի տեսնի Տիրոջը։ Տեր Հիսուսին տեսան անմիջապես աշակերտները, ասեցին Տեր, մեզի մեր քո հորը ցույց տուր։ Տեր Հիսուս ասավ, ինձ տեսաք, հորը տեսաք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո հոգին շրջում է ձեր մեջ։ Աստծո հոգին շրջում է ձեր մեջ։ Սրբությունը աշխարհի մեջ, մեղքի մեջ կարող է չընդունվել, բայց Երանի անոր որ կընդունի, ասում է Աստված իր հաճության պես ստեղծեց, ինքը այդպես հաճեցավ, ոչ մեր շնորհքից էր, մեր արժանիքներից էր, այլ ինքը այդպես հաճեցավ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Աստված մեզ կանչեց որդեգրելու, Աստված մեզ կանչեց իր որդիները դարձնելու, Հիսուս Քրիստոսով, ամեն։ Ես խնդրում եմ բոլորս ոտքի կանգնենք Տիրոջ առջև։ Խոնարհենք մեր գլուխը, ծածկենք մեր աչքերը, մեր սիրտը բանանք մեր Փրկչի առջև, որ աշխարհի սկզբեն մինչև այսօր կանչում է բոլոր մարդկանց։ Ամենուր է ամենտեղ, այսօր եւ վաղը 1 տարի եւ 3 տարի Քրիստոս կքարոզվի, այնուհետև այս փրկության դուռը կփակվի, շտապեցեք, որ ձեր Փրկիչը ընդունեք, այսօր ձեր սրտերի մեջ։ Հայր, մենք գոհանում ենք քեզանից։ Աստված, մենք երախտապարտ ենք քեզ, քո որդի Հիսուս Քրիստոսի համար, որ մեզ փրկիչ ուղարկեցիր, որ մենք այսքան հեռացել էինք, այսքան ուրացանք քեզի, մեղավոր մարդ դարձանք, եւ քո սրբությունը պահանջում էր մեղավոր մարդուն մահ, բայց քո սերը քո որդիով փրկեց եւ այսօր մեզի որդիներ դարձրեց։ Ով մեր Տեր, մենք հավատում ենք քո խոսքերին, քո խոստումներին մենք հավատում ենք Աստված եւ խնդրում ենք, որ օգնես մեր ազգին, մեր հարազատներին, մեր քույր եղբայրերին, երբ որ դու գաս Տեր Հիսուս, եւ որ քո օրհնյալ երկրորդ գալուստը լինի այս աշխարհ, Հայաստանը ամբողջությամբ փրկվի։ Մենք աղոթում ենք բոլոր մեր ազգի որդիների համար։ Եվ այսօր այս գյուղի, այս ժողովրդի համար նույնպես Տեր խնդրում ենք, որպեսզի դու գործես իրենց սրտների մեջ, մոտենաս իրենց կարիքները, փափագները լեցնես եւ նրանք այսօր սուրբ ձեռքեր դառնան քեզ իրենց սխալների, մեղքերի համար խոստովանեն եւ քեզ իրենց սրտի մեջ որպես Տեր ու Փրկիչ ընդունեն։ Սուրբ Հոգի,
գոհ ենք, որ մեզ այսօր կառավարում ես։ Խնդրում ենք, որպեսզի առաջնորդես ամբողջ պաշտամունքը հոգուց զորությամբ եւ ճոխությամբ։ Ամեն։ Համեցեք, նստեք։ Ասում է քեզ այսօր ավելի օգտա, ընդունիր Աստծո տվածը, քո մայրը քեզ այդ չի տա, քո հայրն է քեզ կարող չի այդ տալու, քո որդին է քեզ ոչինչ չի տա, բայց նա իր կյանքն է տվել քո համար, ընդունիր այսօր նրա բերածը, նա քո համար կյանք է բերել, ավելիով է բերել, հալելույա Հիսուսի, Փառք է Հայր Հիսուսի անունով, Հիսուսի բերածը առ, հեծրու մարդ, միայն պիտի ասես, այո, հավատում եմ և այդ ամենը քոնը պիտի լինի, քո սեփականությունը պիտի լինի, իսկ այս վայրը քեզ նրա սերն է քաշել, ես տեսնում եմ, որ նրա սերը շրջում է այս վայրի մեջ, նրա սիրո հոգին մոտենում է քեզ, Սրտի դուրը չփակես նրա սիրո առաջ, բաց սիրտդ, քո փրկիչը ներս մտնի, այնքան լավ պիտի սիրած քեզ նա ներս մտնի, այդպիսի հանդիպում էլ չի եղել, ու չի էլ լինի քեզ համար, մարդ քո արարչի անունը Հիսուս Քրիստոս է, քո արարիչը բուդան չի, դու սկիզբ չես առեք կապիկից, կամ փնության ծնուն չես, քո անունը Եհովա Սաբաոթ է։ Նա է քո ստեղծիչը, մարդ նա է քո ստեղծիչը։ Բոլոր ստեղծվածների սկիզբը նա է։ Եվ բոլոր ստեղծվածների վերջը նրանով է։ Նրա ուսելով ես դու ծնվել։ Նա է քո թվականը որոշել, նա է քո ծննդյան օրը որոշել, նա է քո տարին որոշել, և նա քո վերջի օրը որոշողն է, հիմա ընդունիր նրան, որովհետև դու քո կյանքի վրա մեկ իրավունք չունես, դու քո գլխի մասերի վրա էլ իրավունք չունես, մի մաս չես կարող սպիտակ կամ սև անել, ես այստեղ, մենք այստեղ ներկայացնում ենք քո Տիրոջը, որը դիրամ թագավոր է քո վրա, որը ուզի այն օրը քեզ պիտի վերցնի այս աշխարհից, թագավորներ են եկել ու թագավորներ անցել, ով է կարողացել նրանց մահից արգելի, եթե նրանց չորս կողմը պատված էին տարբեր սպառազինյան թիկնապահներով, նույն է Քրիստոսի հրամանը պիտի կատարվի, եթե ասնես այսօր քո վերջի օրն է, ուրեմն դա քո վերջի օրն է, բայց դու չգիտես, միգուցե այս կանչը էլ քեզ համար չի լինի, հիմա մի մերժի նրան, նորից եմ կրկնում, նա քեզանից ոսկի արծաթ չի ուզում, ընդհակառակը նա է ուզում տա, քեզանից ոչինչ չի ուզում, նա քեզ է ուզում տա, իսկ գիտեք ինչ է ուզում տա, դուք տներ եք սարքել, պալատներ եք սարքել, շատ փող ունեք, բայց երբ հիշում եք, որ առջևում մահ կա, վախն ու սարսափը պատում են ձեզ, բայց նա եկել է և իր հետ ոչ թե ոսկի ու արծաթ է բերել, ապա կյանք է բերել, որովհետև նա ասեց, ես եմ կյանքը, նա է կյանքը, էլ ուրիշ կյանք չկա, օղու մեջ կյանք չկա, փողի մեջ կյանք չկա, Ամերիկայի, Անգլիայի մեջ կյանք չկա, կյանքի անունը մեկ է Հիսուս Քրիստոս հարուցյալը։
Իրան բանում թարքի համար նասիս կպահ է Իրան բանում թարքի համար նա քեզ կպահ է Թեև մահվան շուքի ծորի մեջ չնջեմ ես Չարե